եմ ուզում կիսվեմ, ինչպես միշտ ուզում եմ ասեմ, նեն չի ես կարոզող եմ, ես դաժոր նստած էի, նոր չգիտեի ինչից էի խոսելու, սենց նենց հետարքիր էր, հա, առանձնանում ես եկեղեցի մեջ, մեկ է նայում ես, որ եկեղեցու մեջ ես, նենց հետարքիր վիճակ ես վերապրում, իրա հետ շատ հետարքիր է, էլի, ապրել է, ես ասում նոր աղբոր հետ խոսում ենք, ասում եմ, տիրոջ նոր հանդիպեի ասեր թուղթ ու գրիշ տամ, գրի ինչ կյանք ես ուզում, հա, դժվար թե ես կյանք գրեի, ինչ որ ինքը տվել է, սուրպրիզներով լի, մի հատ հիանալի կյանք է տվել, մարդկային մտքից, պատկերացումից դուրս, փառք իրան ես ամեն ինչի համար։ Գիտեք, մի հատ բանի մասին եմ ուզում կիսվեմ, որ շատ ժամանակ ես վերականգնողական կենտրոնի ծառայող լինելով տեսել եմ մարդ նոր ինչ որ մի խնդիր ունի, իր ամենամեծ ցելն ու նպատակն ու նպատակակետը դառնում է այդ խնդիրը լուծելը, այդ հարցին լուծում տալը։ Հետնել որ խոսում ես, ասում ես ծնողներից բռնած կամ հենց ինքը անձը, կարևոր է այս հարցը լուծեմ։ Այս հարցն որ լուծվեմ, ես որ էլ հարբեցող չլինեմ, ես որ էլ ես չլինեմ, ես որ էլ հիվանդ չլինեմ, այս հիվանդությունն որ վրայիցս հելնի, արդեն մնացած հարցերը ինքը իրան կլինի։ Էսի աննորմալ մի հատ սուտ է սատանայից հորինած։ Լավ էլ ինչի համար էր այդ հիվանդությունը տրված, օրեգար, հելավ ու գնաց, բաննել էր, նեմանն էլ եկե հասել էր Էլիսեի մոտ, ասում էր, ես է գիտեմ, պետք է ելնես, ձեռդ տնես, վրես, հա, ես է բժշկվեմ, թողա մեջ տամ, հա, Տերը մեզի կանչում է, հա, մեզի կանչելու համար մենք դենց հեշտ գալացողը չենք, մենք աշխարհը հեշտ թողողը չենք, մենք աշխարհից չենք ասելու, վայ, ես զզվեցի աշխարհից, կամ որոշեցի զզվեմ աշխարհից, հա, լավ որոշում է, ինչքան է որոշես, էսի իրավիճակներն են քեզ բերելու, որ հոգնես աշխարհից, իրավիճակները քեզ բերելու են մի վիճակի, որ դու իրոք կզզվես այս աշխարհից, խոմ հորինելով չի, իմ մասին եմ խոսում, հա, ես հասկանում եմ, որ ես ինչքան էլ ուզենամ, հա, էսի սեն չի, հավանել եմ, հավանելով էլ չի, մենք չենք եկե, ես մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ, էլի, մենք չենք եկե, որ մենք մի բան անենք, մենք չենք եկե ոչ է տիրոջը զարմացնելու, շատ մարդիկ կան եկել են ուզում են ցույց տան, այդ տիրոջ համար աշխարհն է կթողնեմ, այդ տիրոջ համար էլ մեղքել չեմ գործի, այդ տիրոջ համար էլ չեմ անի, այմար դու չես եկե տիրոջը զարմացնելու, դու եկել ես զարմանալու, տիրոջն ուրախացնեմ, դու չես եկե տիրոջն ուրախացնելու, Տեր ինքը միշտ ուրախ է, դու եկել ես տիրոջ ուրախության մեջ գտնվելու, եկել ես որ Տերը քեզ ուրախացնի։ Էսի ամենամեծ մտածելակի, այո, մենք ունենք մեր բաժինն անելու, մեղքի հետ կռվելու ժամանակ, մինչև դու քո ուժերը չվերջացնես, չպրծնի, չկա հասնի այդ զրո վիճակին, որ էլ ուժ չկա, Տերը չի մոտենալու, որովհետև ինչ որ ապրիդիլոնի ուժ որ ունես անցածդ կյանքից սովորած, էլի դու չես անցել այդ ամեն ինչը, էլի Տերը միշտ հետ տեղ է, հետո ինչ որ դու չես գիտեցե։ Նաշ Բող սակրավեննի, ինքը չերևացող Աստված է, բայց ինքը ամեն տեղ է, հա։ Պրոստը եսօր ես ու դու հնարավորություն ունենք եւ իրան տեսնելու եւ իրան լսելու ու այդ ագանջն ու աշնել տվողը ինքն է ագանջն ու աշնել հոգեվոր տվողն ինքն է ժամանակ եղե էլի ինքը ամեն տեղ է իր անունը երբ որ Մովսեսին հանդիպեց ասում է Սուշի ես Բող Սուշի ինքը ինչ ծեվի ասեմ sense մի պերևոդներից մեկի մեջ որ ամեն տեղ է ինքը մի բան չկա որ ինքը տեղեկացված չէ ու չգիտե հա Ուզում եմ ինչի մասին խոսեմ, որ երբ որ մեր կյանքի մեջ իրավիճակներ է սկսվում, սկզբնական շրջանը ամեն մեկի համար էլ հենց Քրիստոս Հիսուս Հովանի ինչքան որ հիշում եմ մի հատ կարամ նայեմ, էլի պրոստը 12-րդ գլխի մեջ էր երևի, որ չսխալվեմ։ Չէ, Ատիանը 4 глава 4 գլուխն է 48 խոսքը. Иисус сказал ему, вы не уверивайте, если не увидите знамения и чудеса. Вы не уверивайте. Տերը ինքն է հենց ասում, որ դուք չեք հավատքի գա, եթե չտեսնեք նշաններ ու հրաշքներ։ Բայց էսի չի ասում 30 տարվա եկեղեցի գալացող հոգևորին։ Էսի ասում են մի մարդուն, ով որ նոր որոշում է կայացրել Տիրոջը գալու 30 տարվա եկեղեցի գալողն է նորից նշան ու հրաշք է սպասում։ Հա? Տերը մեզի ասել է это приложится,
Հələ ավելին ասեմ ձեզի, դու կարող ես հիվանդությանդ համար եկել ես ու վերջում որ Տիրոջը գտնես, եթե մենք ճիշտ направленով երթանք հիվանդության ժամանակ մենք չենք գնում հիվանդության հաղթելու, գնում ենք Տիրոջը գտնելու ու այն ժամանակ Տերը կարող է ինձ ու քեզի Պողոս Արաքյալի պես ասի было жало плоть, Вторая Коринфянам 12 глава, ասում է было жало плоть от дьявола, трижды помолился, 3 անգամ աղոթեց, բայց Տերն ասեց չեմ հանելու քո վրայից։ Հա? Ու Պողոս Արաքյալ դրանից հետո չէր տրտնջում, ինչի չես հանելու։ Պողոս Արաքյալը հասկացավ, որ Տերը իրանից լավ գիտե, ինչ է պետք իրան պահելու համար, որ ինքը չգորոզանա, չկորչի։ Պողոս Արաքյալը որ նայում ես նոր Զավեթի համարյա 30%-ը Տերն իր միջոցով է գրել, թղթերը սա основնոյն իր միջոցով է գրվել, բայց մի ինչ կկորեր, չէ՞, Տերը լավություն է արել, թե վատություն, Տերը լավություն է արել, իրան սանձելու, իր անձը չկորելու համար է դա ամեն ինչը տվել, Տերը չգիտե ինչ է անում, բայց պատկերացրեք, հələ Պողոս Արաքյալը կբաց ասեր, չէ, պետք է բժշկես, չէ, անպայման պետք է ինձ բժշկես, չէ, խոսացին, հասկացա, որ Տերը իրանից լավ գիտե իրան ինչ է պետք։ Մենք շատ ժամանակ գալիս ենք տուպիկի առաջ ու էլ չենք մեր երեսից, եթե մինակ մենք կարանք կանգնենք։ Նախ առաջինը գալիս ես հոգևոր աշխարհի մեջ, հենց սկսում ես կանգնել, մի զարմացի, հալածանքներ են սկսվելու, որովհետև եթե հոդը տանում են ու հոդի մեջ ինչ որ ոչխարը սկսում է կայնելը, հովիվ սկսում է ծեծելով առաջ խրգելը։ Յենեն չի որ հովիվ անպայման ուզում է այդ ոչխարին ծեծե, բայց եթե առաջ չեն երթում, ծեծում է որ առաջ գնա։ Հա, որովհետև տեղ պետք է հասնենք, մենք այս երկրի վրա մի բան ունենք, եկել ենք գնանք տեղ հասնելու, ու մարդիկ կան, որ եկեղեցի գալու ընթացք ունեն, հետո եկեղեցու մեջ ծառայելու ընթացք կա, եկեղեցու մեջ մի ժամանակ մեզ են ծառայում, ես ինձի համար հայտնություն ունեմ, երբ որ ինձի ծառայում էին, ես կանգնած էի, բայց երբ որ ես սկսեցի ծառայել, ես սկսեցի աճելը, երբ ես սկսում աճելը, որովհետև կա ժամանակաշրջան Սուրբ Հոգուց մեր կյանքի մեջ, օտար լեզուներով ես աղոթում, կա ժամանակաշրջան, երբ որ Քրիստոս Հիսուս է գործում։ Քրիստոս Հիսուսի գործը ինքը փրկության մեջ օգտագործվելն է։ Սուրբ Հոգով ինքը քո անձը կառուցվելն է։ Քո անձը կառուցվում է, որ Քրիստոս Հիսուս ձևավորվի ու Քրիստոս Հիսուս եւ այսօր հավիտյան փրկիչ է։ Այսօր հավիտյան դու չես որ պետք է փրկես, բայց նույն Հովսեփի համար գրված է, որ умышляли против него зло, Бог обратил в добро, получил с него то, что получил, если ամենաключевой բանն է, 50-20, ценнтот. Получил с него то, что получил, чтобы через него спасти великого числа людей. Մենք որ եկեղեցի ենք գալիս, մենք պետք է մի բան հասկանանք, Տերը մեզանից մի բան ուզում է ձևավորի։ Ու այդ մի բանը լավ չասեցի, բանը հենց խոսքը Քրիստոս ձևավորվի մեր մեջ։ Ու էսի ամենակարևորն է, բայց մենք Քրիստոսով ամեն մեկս տարբեր անդամներ ենք։ Ամենս մեր գործի մեջ, մեր կանչվածության համար ենք։ Ամենս մեր կանչվածության համար ենք։ Եկեղեցու մեջ ամեն մեկս որ մեր կանչվածության համար օգտագործվենք, լավ լուրջ արտնություն կլինի, դաժե եթե մինակ ես մի եկեղեցին ամեն մեկս մեր տեղից սկսենք գործելը։ Մենք մարմնի տարբեր անդամներ ենք, շատ լավ գիտենք, հա։ Ու ամեն մեկս նորից Աստված ասում է մեր դարով գործենք։ Ես մի հատ պրոստը կարևոր բան որ հետ եմ ուզում դառնամ ու խոսեմ այն տեղից, որտեղ որ մեր կյանքի մեջ նեղություններ է գալիս։ Ես իմ համար մի հատ հետաքրքիր բան օրերից մի օր հասկացա, հա, որ կռվում էի ես Բերտում։ Ես չէի կռվում սատանայի հետ։ Տեր ինձ 1000 անգամ ների, ես իր հետ էի կռվում։ Ինչի ես բերենձի, ես այս անգամ մեղավոր չեմ։ Կամ գոնա իմ մեղքերով բերեիր, էլի։ Մինչև որ Տերը չմոտեցա, որ ես տեսա, որ ինչ իշխտեմ մեղավոր չեմ։ Ես вообще դժողքի եմ արժանի։ Եթե դու մտածում ես այսօրվա փորձություններին դու արժանի չես, ես ինձ էլ քեզ էլ ուզում եմ ասեմ, մեզի вообще պրիգավորը դժողքով պետք է վերջանար։ Ես էլ դու էլ որ խորը նայենք, կտեսնենք, որ ոչ թե այսօրվա փորձությանը մենք արժանի չենք, մենք դժողքի ենք արժանի։ Ու եթե ես հասկանամ, որ ես դժողքի եմ արժանի, կգոհանամ, որ լավ է որ ես ծեծով եմ պրծնում։ Ու եթե որ խորը մտնեմ, հասկանամ ինչի համար եմ ծեծվում։ Տերն են չի որ ուզում է քեզի ծեծի կամ ծեծեն։ Տերն ուզում է որ դու քո կանչվածության մեջ մտնես, տվյալ պայում թե նոր եկել ես եկեղեցի, պետք է մտնես, 50 անգամ երթում ես, չի դառնում, նորից ծեծվում ես, հետ ես գալիս եկեղեցի, հասկանում ես, էլի պետք է վերջը հասկանաս, որ քանի տարի կարելի է այտենց ապրել։ Երթամ ծեծվեմ, նորից կամ եկեղեցի մի շակատ թուլանա, նորից երթամ ծեծվեմ, կանչված մարդ ես, փառք Աստծո, եկել ես սկսի տեղավորվել է։
միտեղ սկսի մտնելն ու մկրտվելը, ընկղվելը, խորանալը։ Ու կտեսնես, որ 100% դառնալու է։ Ես մի հատ շատ կարևոր բան եմ ուզում կարդանք, իրար հետ նայենք Հովսեփի կյանքից, հա։ Նայեք, Հովսեփը ինքը իր ասաղետ ընտանիքի մեջ մենք հիշում ենք, չէ՞, ծննդոց 39 գլխի մեջ է գրված, ինչ որ ուզում եմ կարդամ, Հովսեփը իր ընտանիքի մեջ անցավ, փոսը գցեցին աղբերներով, հետո ստրուկ եղավ ու հետո բերտում էր։ Բայց Հովսեփը իզначальный избранный էր աղբերներից ու փրկության համար ինքը պետք է օգտագործվեր։ Ու այս ամեն ինչը իր կյանքի մեջ պատահական չէր։ Ես ինչն որ ինձ շատ դուր է գալիս, որ Հովսեփը ոչ միտեղ չտրտնջավ։ Հովսեփը ամեն տեղ մի բան տեսանք, որ այդ ընտանիքի մեջ Հովսեփն անցնում էր խոնար ու հես, ես sense մի միտք ունեմ, принимаю всё как от Господа։ Ամեն ինչն ընդունում եմ ինչպես Տիրոջից, ինչ որ Հոբը ասեց։ Այդ ինչ եղավ, որ այդ լավերի մեջ մեր Աստված էր, հա, այսօր որ նեղությունները եկե, էլ ինքն Աստված չէ ու մեր Աստվածը չի։ Ինքը դրա մեջ էլ մի բան ուներ անելու։ Ես օրինակ ամենաշատ որ Հոբի ժամանակ չէի հասկացի, ասում եմ 10 երեխա կորցնես, լավ դուրից հետո ինչ էլ առնես, էլ այս երկրի վրա, երկնքում կարող է մի ուրիշ իրականություն է։ Այս երկրի վրա, հա, լավ այն երեխեքի մասին չմտածես, խո ես ինչ չէին, էլի, հա, շոտիկի ես գիտեմ, երեխա ունենք մենք ամեն մեկս, բայց Տեր ինձ հետաքրքիր ցույց տվեց, ասում է Հոբի ժամանակ Հոբին որ կինը խոսում էր, ինչ ասեց։ Ով տվեց, ով վերցվավ։ Ասում է Բող դալ, Բող взял, այսինքն այս մարդը դաշե գիտեր իր երեխեքն ուր դեղ են։ Երեխեքը տեղ են հասել։ Бог взял, они у Бога уже։ Бог взял, они у Бога уже։ Դրանից երանելի բան կա, որ մենք գիտենանք, որ մեր բոլոր երեխեքը տեղ են հասել։ Մեր երկրի վրա ամենամեծ փապակը պետք է լինի, որ տեղ հասնենք մենք, տեղ հասնի մեր տունը։ Երկինք հավիտենություն։ Այս միակ նպատակն է։ Հետո նոր հասկացար, հա, Աստված ջան։ Ու Հոբին էլ այդ չարչարանքներից հետո սարքեց մեկը, որ հարի այսօր ես ու դու իրանից խոսում ենք։ Այդ իր կանչվածությունն էր։ Էն էլ որ Հոբը ինչով դիմանում էր, այն չէ որ ինքն էր որ դիմանում էր։ Ես ուզում եմ Հովսեփի դեպքում կարդանք իրար հետ, հա։ Հովսեփ отвезен был в Египет, տարվավ Астргутян. И был Господь с Иосифом. Он был успешен в делах и жил в доме Господнем господина своего египтянина. Ուստեղ որ մենք հետո նայենք, տեսնում ենք, երբ որ հենց ինքը նույն այդ Գասպադինը տեսա, որ Հովսեփի հետ Աստված է ու ինչ անում ու սպիվատ է անում, դրավ սա իրատան ունեցածի վրա։ Դուք ու նեղությունների մեջ, այդ իրավիճակի մեջ, ինչի մեջ որ ակազած ես եղե, հավատա, այն քեզի նեղություն տվողը, խո հավատացյալ մարդ չէր Եգիպտոսի, այդ ում մոդոր ինքը ռաբ էր գնացել, կարող է իրոք Աստծուց էր այդ մարդը, այդ մարդն Աստծուց չէր, այդ մարդն Աստծու հետ կապ չուներ, ես դες էլ ավելին անեմ, այդ մարդը սատանայի դաշտից էր, հա, Եգիպտոսից էր, դες գրված է, ես ու դու հոգևորներս խոմ հասկանում ենք Եգիպտոսը որտեղ է ու ինչի մասին է։ Ունդեղ չի գրված Խրիստինին, ասում է ու Եգիպտյանին է, հա, ու մենք տեսանք, որ որտեղ ինքը ուսպեղ ունեցավ, ու գիտես ինչն է հետարքիր, գրված է, չի գրված ասված, սրան հանեց, այս Եգիպտոսի այդ մարդուն հանեց, նեղություն տվողին, հա, տեղը մեկ ուրիշին դրեց, չէ, այս մարդու սրի դնեց փոխեց, որ այս մարդն իրա ձեռով, ես իմ վկայության մեջ ասել եմ, իմ դադավորս ամենավախենալուն էր, որ ինքը չլիներ, այդ դադավորն է ինձ իրա ձեռով հանե։ Տեր ասում է, վրագով твоих буду примирить с тобою, и врагов буду примирить с тобою։ Երբ որ նորից դեղից հետո կարդում ենք 21-րդ խոսքը, էսի արդեն ինքը բերտում էր, հա, и Господь был с Иосифом, и простор к нему милость, и даровал ему благоволение в очах начальника темницы, в очах начальника темницы։ Նրանից հետո նորից գրված է, որ մեծ темницы начальникն է, նորից ցես Հովսեփին դրավ ամբողջ բերտի վրա, հա, ու լրիվ ժողովրդի հոգիները տվեց իրան։
Սրանով ես ինչ եմ վերցրել ինձի համար, ինչ եմ ձեզ վկայում, ինչ եմ կիսվում։ Ես մի բան եմ հասկացել, իմ նեղություններս, եթե ես չեմ ընդունում, որ էլի Տիրոջից է, թեգուզ եւ իմ երեսից Տերս թույլ է տվել։ Եթե ես չեմ ընդունում, չեմ էլ գտնելու դեղից ոնց դուրս գամ։ Բայց երբ որ ասում եմ, «Վсё, Տեր ջան, այս ամեն ինչի պատճառը կարող է դաժե ես լինեմ, բայց ուզում եմ հասկանամ դու սրա մեջ ինձից ինչ ես ուզում, ես ինչ պետք է անեմ»։ Ես ինչ պետք է անեմ, կարող է ինչ-որ մի ժամանակ այդ նեղության մեջ պետք է ապրեմ էլ։ Բայց չէ՞ որ ես այդ նեղության մեջ հենց այդ օրն էլ պետք է դուրս գամ։ Տերը գիտե իշքան մնաս դու այդ նեղության մեջ որ քաշ հավաքես, ուժեղանաս, որովհետև Տերը քեզի կանչել է получить с тебя то, что получит, чтобы через тебя спасти великого числа людей։ Հավատում եմ որ խանձված է կարանք ընկնենք երկինք։ Գրված է այդպես։ Այն ռազմոյնիկի պես էլ կարանք խաչի վրայից մի մոմենտի տակ իր ողորմությամբ վերցվել։ Բայց իշքան հիանալի է իր հետ ստեղ ապրել, ես հենց դենց սկսեցի, որ սուրպրիզների կյանք ես ապրում, որ իր հետ ես ապրում։ Ամեն իրավիճակ, ես գիտեք, հստակ հասկանում եմ Դավիթն ինչեր ցնծում, պարում, ուրախանում այդ ամեն ինչի մեջ։ Երբ որ ինքը տեսնում էր Տիրոջ հաղթանակը, հասկանում ես, մեկ ես էլ իմ ծածուկ սենյակիս մեջ նույնպես բաներ եմ անում, ասում եմ, վայ, Աստված ջան, մեկը չտեսնի, ասի, ես ինչ է այստեղ հետ կատարվում, հասկանում ես, որովհետև հաղթություն ես տեսել, հարթություն ես արձանագրել Տիրոջով, փառք իրան, զարմանում ես, ասում ես, вообще մարդկային մտքից դուրս, անհասկանալի է, ոնց ու իր տված ճամպեկը, մեր 50 բան մտածում ես իրավիճակի մեջ։ Մենք իրավիճակների մեջ շատ հնարամիտ ենք, չմտածես թե ես առանց չեմ կարա բան, այնքան բան կարա, սաղ նեղնելու է սխալու հակառակ, փոստ ենք փորելու, ավելի խորունկ ծնելու, լավ էլ հնարամիտ ենք, 1000 ու մի բան կարաս անես։ Մարդկա 20 տարի արդեն մեկից պարկը վերցնում, մեկին է փագում, մեկից վերցնում, մյուսին է փագում։ Հələ հարի մի ինքը այդ կրուգի մեջ է։ Հələ ինքը պարկերն է փագում, հա, բայց հələ ինքը նորից նույն տեղում է։ Ու իր հնարամիտությամբ, որից մի օր կայնի տերեսախարծերը կլուծե։ Դրա համար երբ որ Պետրոսի թղթերի մեջ գրված է, ասում է «Возложите», 14-րդ գլուխ է, ես իշքանոր հիշում եմ, ասում է «Возложите все заботы ваши», չէ 15-րդ գլուխ է, «Возложите все заботы ваши на Господа Бога вашего», ես իրենց հեշտ էսպես լսում, «Возложите», հա, բայց մենք չենք տալիս, Տերը դաժե քաշում ասում է դու չես տալիս, հարիվես դու պայում ես ու գիտես ինչ մեծ զորու, եթե Տիրոջ հետ հարաբերություններ չունեցող մարդ ես, ոչ էլ տալու ես, մի պոչը դենց բռնած գնալու ես հարիվերջ, որովհետև հենց կակրած եբ ենք թողում, եբ Դավիթը 3-րդ Սաղմոսի մեջ, ես ու դու իրար հետ կարտանք, կտեսնենք ինչ խնդիրի մեջ էր, տղեն հելե հարցակվել է իրա վրա, ուզում է իրա թակավորությունը վերցնե, կներեք 1000 անգամ կնոջնել էր վերցրե, հա, կանանցից, ու հետարքիր մի բան որ, այս մարդը այդ իրավիճակի մեջ, 3-րդ Սաղմոսի մեջ գրված է, «Ложусь я и спокойно сплю», կարելի ասել այ ախպեր ջան, խո դու աննորմալ չես, 1000 անգամ կներեք ինձ, էլի, ոնց կարելի է այս իրավիճակի մեջ, «Ложусь я и спокойно сплю», բայց եթե մինակ դեղից կարտալով գնաս, չես հասկանա, իսկ որ սկզբից ես կարտում, հասկանում ես, որ այս մարդը պրոստը չէր փախե, գրված է Պսալոմ, Դավիթը когда он убежал от сына своего Ավիսալոմը, ուր փախավ, աղոթքի սենյակ, անձը առանձնացել էին, գետնանցան ենքում, որ հանգիստ միտեղ գտներ, որ աղոթեր, Տիրոջ երեսը փնտրեր, Տիրոջ երեսը փնտրեր, ու սկսեց Տիրոջ երեսը փնտրելն ու աղոթում ու ասում էր, «Как умножились враги мои, многие восстают на меня и говорят, нет души его спасения». Բայց ասում էր, ես քո վրա եմ իմ հույսս դրել, ու ինքը այցելվեց, եթե ինքը չայցելվեր, հանդիպում չունենար, ինքը չէր կարա, «Ложусь я и спокойно сплю». Աղոթքը գնալու մենախոսելու տեղ չէ, աղոթքը գնալու երեսը փնտրելու իրան գտնելու տեղ է։ Այ երբ որ իր հետ հանդիպենք, առանց պատասխան չենք կա, կարող է հարցի լուծումը չլինի, նեն չէ որ հենց այդ օրը Ավիսալոմը եկավ ասեց, «Վсё, լավ է, պաստուն գտել ես, տե արին այ ինչ ես անում»։ Դեն չէ։ Բայց մարդն արդեն հանգիստ քնում էր։ Գտել էր հավատքի իստոչնիկին, ու հավատքի իստոչնիկով ունես տվյորդի հավատուներոր։ Հա, вера же есть уверенность в невидимом. Осуществление ожидаемого, էսի գիտություն է, ու այդ հարթության մեջ կմնա, եթե դու հանդիպում չունենաս։ Էսի դու կարաս սաղին պատմես, բայց դու դրա հետ գործ չունենաս։ Սաղին, ում բռնես պատմես, որ դու չես կարդացել Եբրայեցի 11-րդ գլխի առաջի խոսքը։ Вера же есть уверенность։ Հա, բայց դու չունես։
Որովհետև դու հանդիպում չունես, որովհետև դու իրան չես վերապրել, իր գալուց է որ այդ հավատքը տեսնում ենք։ Հոգով ճշմարտությունով պետք է երկարպագու լինենք, հոգով ու նոր ճշմարտությունով, ճշմարտությունը հարություն է առնում, ճշմարտությունը կյանք է առնում, ճշմարտությունը խոսքը լինում է արդեն ժիվը ի действующий, կենտանի ու գործող, երբ որ հոգին ու խոսքն իրար հետ են։ Ու այդ ժամանակն որ տեսպես որ իրոք այդ հավատն ունեմ, ложусь я и спокойно сплю, ибо Господь защищает меня, կամ պահում է ինձ։ Ամեն։ Մի հատ տեղ որ ուզում եմ շատ կարևորել իրար հետ հիշենք, շատ ժամանակ մեզի համար շատ պարզ, ճիշտ է, էսի ես խոսում եմ այն ինչ որ հայտնություն էր, ասենք հասա թակավորի համար կամ ընձի համար որ ես կարամ տեսնեմ, կարտամ, որովհետև խոսքը օբշի լոգոս է, ինքը ռեմա է լինում տվյալ իրավիճակի մեջ մարդուն, տվյալ իրավիճակի մեջ պետք է որ դու խորտ կարտածող լինես, որ դու հասկանաս այդ հիվանդությանը ժամանակ ինչ է Տերը բժշկություն է տալու որ դու հավատացյալ դառնաս, դու պետք է կարտաս, Տերը ցույց է տալու որ բանը Պողոս Արաքյալի պես մնալու է որ դու հանգարց չգորոզանաս, թե Ասադ Հակավորի պես քեզի այդ հիվանդությունը տրված է նրա համար, որ դու ոչ թե բժշկի երտաս, իրան երտաս մոտենաս, իր հերեսը գտնես, ասում է Ասադ Հակավորին, այդ ամեն բանից հետո տրվեց ոդիցավ, հիվանդություն, որ ինքը գնար ուր, դեպի Աստծուն, բայց ուր գնաց բժշկի, չկարացավ հասկանալ ինչի համար է այս նեղությունը։ Մենք եթե չենք կարամ հասկանանք որ հոգևորի համար նեղությունը մինակ մի բանի համար է։ Տիրոջ երեսը փնտրելու համար։ Մնացած պատասխաններն իրանից են առնելու։ Մնացած պատասխանները հանդիպումից հայտնությունով հետ են գալու։ Գնացել ես սարը հելել ես, հանդիպել ես, դադարք հետ չես գա։ Պետք է այնքան էստանք մինչ ենք հանդիպենք, դրա համար կրոնական 2 ժամ եմ աղոթում, 3 ժամ եմ աղոթում, 3 ժամանոց լավ մենախոս կդառնաս, 5 ժամանոց լավ մենախոս կարելի է լինել, բայց 3 ժամը չի երթում, երթում է որ հանդիպեիր։ Ինչի համար 3 ժամ, որովհետև 2 ժամ էլ մանեի գալիս չկա, 2:40, 2:50 չկա, 3 ժամի մեջ նոր գտա, 3 ժամ 10 րոպե էր անց է, ոչ թե ժամը դրենայում էի ու կրոնական աղոթում էի, տեսնեմ ժամը եփ է բրձնելու։ Էսի դու հետո ֆակտ ես արձանագրելու, այսինքն վկայելու ես, որ հայ ախպեր, 3 ժամ էլ երթում է, ես չէ պատկեր, ես դրա համար եմ ասում, առաջի անգամ առանց հոգի որ կանգնել էի աղոթելու, ասին 3 ժամ պետք է աղոթենք, նենց է ժամացույցը հենց դեմս էր, հաշկերս բացեցին այն նոր 5 րոպե անց է, ասում եմ, Աստված ջան, ես 3 ժամ, ստեղ ինչ եմ անելու։ Բայց իրականության մեջ վարյանի պես անցնում է 3 ժամն էլ ու 10 ժամն էլ ու մնացած ժամերն էլ։ Ես ուզում եմ մի հատ շատ կարևոր բան ասեմ, մեր նպատակը ամեն իրավիճակի մեջ ու նպատակակետը պետք է լինի Քրիստոսը։ Ես ասել եմ մեղքը, այսինքն ոչ թե ասել եմ, հայտնություն եմ արել ինձ համար, մեղքը նարկոմանիան չէ, մարտասպանությունը չէ, մեղքը ինքը Տիրոջ հետ չապրելն է։ Մարտասպանությունն են մնացած ամեն ինչը հետևանք է։ Հետևանք է Տիրոջ հետ չապրելու, խետ բառն է եբրայերեն, վրիպել նշանակակետից։ Վրիպել ես անպայման միտեղ ռաստ ես գալու մի բանի, որ դու էլ ասելու ես ելել էի ասում էի Տեր ջան, չի կարելի, պրյոնք են մի 5 րոպե հետ տաս, էլի, ես դրանից հետո խելոք տղա եմ դառնալու։ Ես ինչի մեջ ընկահես, իմ խելքիս երեսից, հա։ Ճիշտ ճամփով չես տալուց ընկա դրա մեջ։ Քրիստոսի ճամփի մեջ չկար այն ինչ որ ես տեսել եմ աշխարհում։ Իր ճամփի մեջ այդ ամեն ինչը չկա։ Իր ճամփեն շատ լավ, թեգուզ նեղ է, թեգուզ քարկարոտ, բայց ինքը երկինք է տանում, ունդեղ քեզի տանող կա, դեղ քեզի օգնող կա։ Ու նորից եմ ուզում մի հատ հենց կարևոր միտքս բերեմ մի բանի որ հասկանանք, որ եթե մենք նեղությունների մեջ ենք, մեր նպատակը պետք է լինի երեսը փնտրելը, հա, Պարալիպամինոնի մեջ են լավ է ցույց տալիս, ասում է 12-րդ գլուխից էլ որ կարտամ մի րոպե կներեք ավելի լավ է 15-ի մեջ նայենք Но когда он обратился в тесноте своей к Господу Богу Израилеву и взыскал его, он даст, и взыщет его, он даст найти себя, он даст найти себя։ Մեկ իջել նենց հետարքիր մի բան եմ ուզում ասեմ, մեկ մտածում ենք, նենց հեշտ է, հմիսա հարցերս լուծեմ, մեր տամ մի հատ էլ տիրոջ հետ, էլի տեսնեմ ինչ եմ անելու, էլի,
Եթե դու մի բան արդեն առանց տիրոջ անում ես, այնտեղ մի մտածի որ հետո գնալու ես տիրոջն աճոտ տաս։ Մարդ կա, ուզում է դա ամեն բանն է, հետո գա տիրոջն աճոտ տա, էլի դեն չէ։ Եթե մի բան դու տիրոջ հետ իրանից է, իրանով իր փառքի անվան համար։ Եթե մի բան առանց իրան սկսել ես, արդեն ոչ թե աճոտ ունես դալու։ Դա չէ այն բարությունն որ քեզ թվացել է, սովածին կերակրելն էլ, գիտես, թեկուզ որ մեզի Տերը ասում է սովածին կերակրել, առանց առաջնորդության մեջ կարող է մեր գույրեկա, ես մի մարդ կա հենց մի նախ դրությամբ։ Ուզում եմ մեր տամ ասեմ, այ ախպեր ջան, լավ է որ բլոգեր ես, հա, լավ է որ չգիտեմ ինչ բարեգործության մեջ ես, որ թողելի այդ մարդուն, ինչ ես ուզում։ Պեչենիկով տանելու ես հասցնես դժոխք։ Հասկանում ես ինչ եմ ասում, թե չէ։ Մի փոքր է սոված մնա, վերականգնողական կենտրոն է գալու։ Չէ, բայց ինքը հենց արդեն լավ սովածում է, պեչենի է տանում։ Ու ես նրանով լավություն են, թե վատություն։ Հա, ես իսենց կուշտ-կուշտ որ գնաց դժոխքում է պետք, ես օրինակ ոչ մեկի առողջությամբ չեմ զբաղվում։ Ես կենտրոնում հեչ մի անգամ չեմ մտածում, տղեկը թարգեն որ թոքերը լավ լինի։ Ես մտածում եմ չանեն որ Տերս այցելի, որովհետև ասում է ես սուրբ եմ։ Մենք այդ բնակավարը սուրբ ենք պայում որ Տերն այցելի, ոչ թե նրա համար ենք պայում որ տղեկի թոքերը լավ լինի, այ մարդ առանց ձեռ, առանց ոտ, առանց աշ մինակ տեղ հասնենք։ Էս է մեր նպատակը, որովհետև Տերն էլ է հենց դենց ասում։ Սա նպատակը դեռ դերս ցավում է, դենց ոնց կլինի։ Հա Առանց ինչով է լինի կարևորը տեղ հասնենք, տուն հասնենք։ Վցիսնատի ասում է, Դավիթն էլ քանի անգամ է ասում, ես իմ նեղությանս մեջից Տիրոջս կանչեցի։ Ես իմ նեղությանս մեջից։ Մենք որ ելնում ենք մի քիչ բարենպաստ վիճակ է մեզի համար եղնում կազալես, էսի արդեն Տիրոջ համար բարենպաստ չէ, մեր փրկության համար բարենպաստ չէ։ Տիրոջ համար ու մեզի համար բարենպաստ է մեզ համար։ Բարենպաստ է այն դեպքում, երբ որ մենք նեղությունների մեջ ենք, որովհետև նեղության մեջ մենք Իրան ենք փնտրում, Իրանից կախված ենք։ Իրանից բռնված ենք փաստայանի։ Ես այսօր ասում փառք եմ տալիս որ վերականգնողական կենտրոնի ապրելու հարցը, եթե ես աչոտ գրեմ, ասենք ամսվա վերջի իշկան է, գրում եմ էլի իշկան եմ ծախսում, որ նայում եմ իշկան է ծախսվում, կներեք էլի sense բանի պատրոբնստի համար, ասում ես Աստված ջան, դեմից որ մտածեմ, պետք է իշկան ծախսվի, վայ թե ես վախենամ, չմտնեմ դրա մեջ էլի։ Հավատքով գնացել եմ, ինչ մտք եք, Տերը չէր կարա մի հատ միլիոնատերի սրտի դներ, հա բերեր ասեր ան դուք շատ լավ բան եք անում արեք։ Չէ, Տերն են ծառու ես իրանից կախված մնամ, որ ես իրանից ամեն օր սպասելիք ունենամ։ Էսի ամենալավ վիճակն է։ Ես այդ նենց համաձայն եմ, ասել եմ Տեր ջան, ես կկորեմ, ինձ հանկարծ գլխիս ես գիտեմ, եթե ես եմ հասկացել, Տերն ինչքան գիտե։ Եթե ես եմ հասկացել, որ վիճակը շատ վատ է լինելու, եթե մի քիչ գլխիս շատ լցվի։ Դոզակա։ Մի քիչ անցավ թե չէ, խոմ ես չեմ որ կարամ։ Մի հատ էլ խոստամ, Տիրոջը սաղ լավ է լինելու։ Ամեն։ Միտքս ամփոփեմ ու աղոթենք, գիտեք, իսկական եմ ասում, նորից Պարալիպամինոն 12-ից մինչև 17-րդ գլուխը կարդացեք, սաղ տեղերը գրված է, Իշիցելիցա, Я искал лица Պարալիպամինոնը հայերենով որներ, մնացորդած, հա, երկրորդ մնացորդածի մասին է խոսակցությունը, հասկացեք կտեսնեք այս թագավորների իրավիճակները ու կտեսնեք ինչպես ման գալիս Տիրոջ երեսը։ Ասում է իշի լիցա Բոժևը, իսկալ իոնդալ себе найти։ Ու մի հատ էլ sense օրինակ բերեմ, որ ասա թագավորը այդքան հրաշքներ տեսնելով, հա, գիտեցեք, երեկվա հրաշքը քեզի չի պահելու։ Դու ամեն օր պետք է դրա մեջ լինես, որովհետև ասա թագավորի չափ դժվար թե ես ու դու շատ բան տեսած ենք, բայց օրերից մի օր եկավ հարստություն իր կյանքի մեջ, հա, հեղինակավոր մարդիկ, էլի նորից խնդիրի մեջ ընկավ ասա թագավորը ու ասում է ում աբրացի տեղավ։ Այդ իր անգերոջ թագավորին ու մեկը իր ոսկուն ու արձատին։ Ու երբ որ այդ հարցը լուծեց, ինքը հարցը լուծեց, այնեն չի որ այդ հարցը չլուծեց, ժամանակի պատճառով չեմ ուզում ես ամենը կարտամ, ինքը այդ հարցը լուծում է, հարցը լուծելուց հետո մարգարեն գալիս է։ Ասում է, քանի որ խնդիրների մեջ հարցը ինքնուրույն լուծեցիր, քո դրից պատերազմը չի բրձնելու։ Մարգարեն եկավ ասեց որ չի բրձնելու, մի հատ էլ դրանից հետո էր նոր ցավ ղրգեց ոտին, որ գոնայեսի խելքի բերե այս մարդուն հետ բերի։ Դրա համար մենք կարանք մեր ֆինանսով մենք կարանք մեր ծանոթներով հարց լուծենք, Տերը դենց չի ուզում։ Տերն ուզում է որ ամեն ինչի մեջ ինքը փառավորվի։ Իսկ Յոսաֆատը մի քանի գլուխ առաջ կարդում ես, ասում է մինակ Տիրոջ վրա հույսը դրեց ու Տերն ասեց այս կռիվը քոնը չի։ Այս կռիվը քոնը չի, այս պատերազմը քոնը չի։ Փառք Իրան, իրավիճակների մեջ բերեք հիվանդության մեջ, խնդիրների մեջ, բերեք Իրան փնտրենք։ Ինքը կասի այդ ժամանակ քեզի ձեռնտու է բուժվելը,
այդ խնդիրից դուրս գալը հենց տվյալ պահին քեզի համար լավ է, տելը լավ է մի քիչ մնաս։ Հովսեփը իր այդ խնդիրների մեջ մնալուց հետո եկավ վարչապետ դարձավ։ Հա, Ֆարաոնի երկրորդ մասը դարձավ ու իր ազգի համար փրկության առիթ դարձավ։ Եթե ինքը Հովսեփը չլիներ, եվրեները չէին լինելու հիմիորսեն մենք պատմականորեն նայում ենք, էլի։ Չեմ ուզում հոգևոր խոսենք, որովհետև Տիրոջս համար քանի Հովսեփներ կան, հա։ Հարցը էսի չէ, հարցը ուզում եմ մի քիչ ավելի տոշնի նայենք, ինչ ձև էր։ Պատմականորեն եվրեները փրկված չէին լինելու, եթե Հովսեփը վարչապետ չդառնար։ Ու սրա համար Տերը ծրագիր ուներ ու փառք Աստծո, այս մարդը խոնարհու հեզ, այս ճամփի մեջ, սաղ ճամփի մեջ տրտուն չունեցավ։ Գնաց ու ասում է վիզդե ու Господь с ним։ Մենք էլ մեր նեղությունների մեջ ամենամեծ նպատակը լինի որ Տերը մեր հետ լինի։ Իր երեսը փնտրենք։ Ամեն։